բան եմ ուզում բարձրաձայն ասեմ, ընդունելության ժամանակ կոպիտ վիրավորանքներ է հնչել մեր բաժնի ժամանակավոր պաշտոնակատարների եւ ընդհանուր քաղաքապետարանի հասցեին, որ կաշառակեր են, կոռումպացված են եւ այլն, եւ շատ տեղին էր իմ այսպես ասած դիտողությունը, նաեւ վրդովմունքը, կա, ասացի, որ չի կարելի մարդկանց աշխատանքը այդպես նստել մածնել, հետո մագարտակի հասնել, եթե ինչ-որ փաստերի կտիրապետեք, ինչ-որ բաներ գիտեք, խնդրեմ, կարող եք դիմել իրավապահ համակարգ, ոստիկանություն, դատախազություն, այլ մարմիններ, թող պարզեն, ովքեր դրա մեջ կա, թող պատասխանատվություն, բայց ես վստահ եմ իմ վրա, նաև որոշակի աշխատակիցների վրա մնացածին, որ չկա այդպես բան։ Վստահ եմ նրանով, որ մեր կողմից երբևից է այդպիսի բան չի եղել, որ կոռուպցիա եւ այլն է, սրա մեջ նրա մեջ գոյություն չկա։ Ձերքերս մաքուր են, խիճս մաքուր է։ Դրա համար ասել եմ, խնդիր չկա, դուք ինչ գիտեք, ձեր իրավունքն է։ Թող կան, պարզաբանեք։ Մի բան եմ ուզում անդրադառնալ իմ տեղեկություններով, դա կարող եք դուք էլ պարզեք, իրավապահ համակարգը ավելի լավ գիտե, որ այդ կինը նախկինում զբաղության համար դատապարտված է եղել եւ կարծում եմ այդ օրենքը մինչեւ հիմա էլ գործում է, տեսնենք էլի, սա ինչ է, հետո էլ մի ուրիշ բան էլ, կարող եք նաեւ դուք էլ լրագրողական հարցախույզ անել եւ տեսնենք, արդյոք այդ կինը պարբերաբար դիմումներ է ուղղում, հայտարարություններ է տալիս ու տարբեր կառույցների վրա, անհատների վրա եւ կտեսնեք այդ մարդու կարգավիճակը, թե ինքը իրոքից ինչ որ խնդիրներ կա, թե իրեն գործն է շարունակում։ Եկել էր ընդունելության ձեր մոտ։ Այո, միշտ է եկել է, միշտ էլ ընդունել են տարբեր հարցերով, որը օրենքի տառը թույլ է տալիս, անպայման լուծումը ստացել է, որը չէ պատասխանել է, որ հնարավոր չէ, այսինչ հանգամանքներից են ներում։ Փաստորեն ձեր հորդորով է եղել, որ դիմել է մարդը ոստիկանություն։ Ես ասեցի, եթե այդպես բարձր, այսպես քաղաքացիների կային ուրիշ նշված, հետո էլ չեմ էլ սիրում, որ զբաղվում են, ես այդ խոսքը ուղիղ ասում եմ, զբաղանք է դա, երբ որ մարդը աշխատում է օրնիբուն հանուն քաղաքի, հանուն քաղաքացիների եւ նրան կաշառակեր են անվանում, դա անընդունելի է։ Դա շատ, այսպես ասեմ, պետական այրի համար ամենավիրավորական խոսքն է, երբ իրեն ասում են կաշառակեր։ Դրա համար ասել եմ, դե եթե հիմքեր ունեք, գնացեք, թող զբաղվեն, պարզեն, թող պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ Քնոց Հավանի այդ մայթ եզրերի զավթման հետ կապված, որ բողոք է ներկայացնում, դրանք ձեր ժամանակաշրջանում են զավթվել։ Ոչ միանշանակ, չգիտեմ ժամանակահատվածը, մեր ժամանակահատվածում չի եղել, նախկինում որ ժամանակահատվածում է եղել, չեմ տիրապետում, ընդհանուր հարցին էլ այդպես խորը չեմ տիրապետում, թե ինչ հատվածի մասին է, ինչ զավթում է եղել։ Մեր ժամանակահատվածում այդպիսի խնդիրներ չկա։ Կարող է թերացումներ լինեն ինչ-որ հարցի շուրջ, կարող է եւավորինի ինչ-որ գործունեություն ծավալեն եւ աննկատ մնա, բայց չկա այնպիսի բան, որ քողարկվի, փակվի, աշխարհի, չէ, եթե անօրինություն է, ավորինություն է, անպայման պետք է արձանագրվի եւ համապատասխան գործընթաց սկսվի։